Սիրելիներ, այսօրվա պատգամը վերնագրել եմ այսպես, իրականում սա աստվածաշնչյան խոսք է, կընթերցեմ այս խոսքը, Քրիստոս ձեր մեջ, փառքի հույսը։ Պողոս առաքյալի խոսքերն են սրանք, Կողոսացիս առաջին գլխի 27-րդ խոսքում քիչ հետո կընթերցեմ այդ հատվածը, բայց ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ ապրումներով, ես որ պատգամ եմ պատրաստում, ապրումներ եմ ունենում եւ ուզում եմ կիսվել ձեզ հետ եւ շատ նման էր իմ ապրումը այս պատգամի պատրաստվելիս երկրորդ Կորինթացիս 12-ի 3-րդ խոսքից Պողոս առաքյալը խոսում է այն մասին, որ ինքը չի էլ պատկերացրել մարմնով, թե առանց մարմնի հափշտակվել է դրախտի մեջ եւ այնտեղ բաներ է տեսել։ Այսինքն Աստված Պողոս առաքյալին վերցրել է բնականաբար, եթե ասում է մարմնով է, եթե մարմնով չգիտակցեցի ի վերջո, այսինքն սա երազ չէր, քնած չէր, մի իրականության մեջ էր, որ ինքն էլ չէր պատկերացնում, այնքան իրական էր, որ չէր պատկերացնում մարմնով է այնտեղ, թե ուղղակի հոգով հափշտակվել է, ինչպես որ Հովհաննեսը հայտնության գրքում ասում է հոգու մեջ եղա եւ տեսա բաներ երկնքում ու հայտնության գիրքը ամբողջովին գրել է Հովհաննեսը այսպիսի ներկայության մեջ իրապես տեսնելով, որովհետեւ այնտեղ Տերը խոսում է իր հետ ու ասում է եկ քեզ ցույց տամ ինչա լինելու։ Եվ այսպես Պողոս առաքյալն էլ տեսնում է ու այստեղ որ խոսում է դրա մասին ասում է անպատմելի բաներ տես, այսինքն հիմա շատ դժվար է մարդկային սահմանափակ լեզվով փոխանցել այն ամեն ինչ ես այնտեղ տեսել եմ։ Եվ ես նման ապրում ունեցա, երբ որ պատրաստվում էի, ոչ թե հափշտակվեցի երկինք, այլ այս ապրումը, որ կկարողանամ արդյոք ես փոխանցել այն ամենը, ինչ որ զգում եմ հիմա պատգամը պատրաստելիս, Քրիստոս ձեր մեջ, փառքի հույսը։ Գիտեք, կան խոսքեր Աստվածաշնչում, որ կարդում ես, պատմության պես անցնում ես, բայց կան խոսքեր, օրինակ Պողոսը լավ այդպեսի, որ նայում եք մարդկա ասում է, ամբողջ խոսքն է իմ համար այդպեսին։ Օրինակ Պողոսը ասում է, երբ որ կգաք, իմ վերարկուն ձեր հետ վերցրեք, բերեք։ Այսպիսի խոսքեր կան, որ իրանք պատմության մի մաս են կազմում, բայց կան խոսքեր, որ կարդում ես, անցնում ես, Աստված ասում է հետ գնա։ Եղել է ձեզ հետ այդպես։ Ուզում ես անցնես առաջ, հետաքրքիր է հետո ինչա տեղի ունենում, ինչա սովորեցնում, ասում է հետ գնա։ Այստեղ քեզ համար գանձ ունեմ։ Դու սա պիտի հասկանաս։ Դու անգամ եթե ուզում ես առաջ անցնես ու կարդաս շարունակությունը, մեկը քեզ ասում է ոչ։ Հիմա կարդա եւս մեկ անգամ։ Հիմա աղոթի, հիմա նստի մտածի այս խոսքի մեջ, այս խոսքի մասին, մինչև խորանաս դրա մեջ ու ես քեզ այնտեղ բան եմ բացատրելու։ Ինձ համար այս խոսքը, որ հիմա կկարդամ, որ գրված է Կողոսացիս առաջին գլխում, առաջին գլուխ 26 եւ 27 խոսքերը, ինձ համար այսպիսի մի խոսք էր, որ ես չէի կարողանում առաջ անցնել եւ գիտեի, որ Տերը ինձ բաներ է բացելու այստեղ եւ Տերը այստեղ ներկա է, թող ինձ իմաստություն տա, որ ինչ որ ինձ է բացվել, կարողանամ փոխանցել այսօր այս պատգամի մեջ։ Գիտեք, Պողոս առաքյալը դրանից առաջ խոսում է, որ իրեն մի բան է հանձնարարված, իրեն հանձնարարված է քարոզելու։ Հիմա 26-րդ խոսքից եմ կարդում, այն խորհուրդը, որ ծածկված էր դարեր եւ սերունդներ շարունակ, իսկ հիմա հայտնվեց իր սրբերին։ Մի բանի մասին է խոսում, որ դարեր եւ սերունդներ շարունակ ծածկված էր, գաղտնի էր, մարդիկ չէին կարող հասկանալ, բայց հիմա կարող են հասկանալ, սա ինձ քաջալերում է, որովհետեւ եթե կարող են հասկանալ, այս այն մասը չի, որ Պողոսն ասում է, ես չեմ կարող ձեզ պատմել, թե ինչեր եմ տեսել այնտեղ, որ պատմեմ էլ չեք կարող ընկալել։ Այն իրականությունը, որ սպասում այն փառավոր իրականությունը, բայց այստեղ ասում է, հիմա հայտնվեց իր սրբերին։ Աստված կամեցավ ցույց տալ նրանց, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը։ Մի գաղտնիք կա, խորհուրդ բառը այստեղ այն խորհուրդը չի, որ մենք իրար տալիս ենք։ Խորհուրդ, այսինքն գաղտնի, ծածուկ մի բան։ Եվ այս խորհուրդը բացվում է այսօր մեզ Աստծո խոսքի եւ Սուրբ Հոգու ներգործության շնորհիվ։
Եվ այս խորհուրդը ասում է նա կամեցավ հայտնել, ցույց տալ, թե ինչ է այս խորհրդի փառավոր ճոխությունը հեթանոսների մեջ, ամբողջ ազգերի մեջ քարոզվել է սա եւ հիմա էլ քարոզվում է։ Եվ այս խորհուրդը, այս գաղտնիքը հետեւյալն է, որ է Քրիստոսը ձեր մեջ այն փառքի հույսը։ Քրիստոսը ձեր մեջ փառքի հույսը։ Սա Պողոս առաքյալի քարոզության թեման էր։ Սա իմ այսօրվա քարոզության թեման է։ Ինչու՞։ Ինչն էր Կողոսացիների խնդիրը, Կողոսիայի հավատացյալների խնդիրը։ Սա եկեղեցուն ուղղված թուղթ է։ Ինչու էր հենց այս թեման կարևոր Կողոսացիների համար։ Գիտեք, եթե կարդանք ամբողջ թուղթը Կողոսացիների կհասկանանք, որ Կողոսացիները մի ժամանակ ընդհանրապես Պողոս առաքյալի նամակները քաջալերանքով են սկսում։ Եվ ասում եմ, մի ժամանակ դուք բոցավառ էիք հավատքի մեջ, զորավոր էիք, բայց հիմա լուրեր եմ ստանում, որ սառել եք, որ ձեր մեջ եկել են ուսուցիչներ, որոնք ուրիշ բաներ են, ավանդություններ են քարոզում, կրոնավորություն են քարոզում, գործերով արդարանալ են քարոզում։ Կողոսյան ընդհանրապես մի քաղաք էր, որ ինքը հայտնի էր բազմակարծությամբ, այսպես այսօրվա ժամանակակից աշխարհի հանդուրժողականությունը կար այդ քաղաքի մեջ, ինքը տարբեր փիլիսոփայությունների, այսպես ուղղությունների, պաշտամունքների, այնպես ազատ են։ Դու այսպես ես մտածում, հիմա ես էլ այսպես եմ մտածում։ Մենք հայերս գիտեք ինչպես ենք դա ասում։ Ասում են, դու քո Աստվածն ունես, ես իմ Աստվածն ունեմ։ Ասել են ձեզ այդ բաները։ Ինչ է նշանակում դու քո Աստվածն ունես, ես իմ Աստվածը։ Քանի Աստված կա։ Մեկ Աստված կա։ Չկա իմ Աստված եւ քո Աստված։ Քո Աստված քեզ ասում է դառի հավատացյալ, իմ Աստվածն էլ ինձ ասում է մի դառի հավատացյալ։ Իհարկե Աստվածաշնչում գրված է, որ այս աշխարհի Աստվածը իրեն ներկայացնում է այսպես, բայց դա սատանայի մասին է ասում։ Կա մեկ ճշմարիտ Աստված, որ ունի մեկ խոսք, որ փոխանցել է մարդուն, եւ դա միայն եւ միմիայն Աստվածաշունչն է, եւ ուրիշ ոչ մի աղբյուր ճշմարտության գոյություն չունի։ Եվ մենք Արարիչ Աստծու մասին ճշմարտությունը կարող ենք իմանալ միայն եւ միմիայն Աստվածաշնչի միջոցով։ Չկա ուրիշ Աստված։ Եվ Տեր Հիսուսն ինքն ասեց. ոչ ոք հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Ես եմ ճշմարտությունը, չասեց ես եմ ճշմարտություններից մեկը, ասեց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Կողոսիայում խնդիր կար այս հարցում։ Եվ Պողոս առաքյալը եւս մեկ անգամ ուզում էր ասել, որ Քրիստոսով է միայն փրկությունը։ Եվ Քրիստոս Տերը։ Գիտեք, երբ որ ասում են Քրիստոսով է փրկությունը, գիտեք, որ օրինակ մուսուլմաններն էլ են հավատում Քրիստոսին։ Եթե չգիտեք, ասեմ, որ հավատում են, բայց չեն հավատում այնպես, ինչպես Աստվածաշունչն է ներկայացնում։ Իրանք համարում են մեծ մարգարեներից մեկը, իհարկե ոչ ամենամեծը, եւ երբեք չեն ընդունում, որ ինքը Աստծո որդի է, ինչպես Աստվածաշունչն է ասում։ Գիտեք, որ բուդդիստներն էլ են հավատում Քրիստոսին։ Գիտեք, որ հինդուիստները, ես խոսել եմ, զրուցել եմ, ասում են, մարդկության մեծագույն ուսուցիչներից մեկն է։ Մենք հիանում ենք լեռան քարոզով, որտեղ այնտեղ բարության մասին է խոսում, իսկ իրանց մոտ մարդկանց հանդեպ բարությունը շեշտադրված է։ Շատերն են հավատում, բայց Պողոս առաքյալը ասում է ոչ։ Ոչ այնպես, ինչպես մեր պատկերացումներում, այլ այնպես, ինչպես Աստծո խոսքի մեջ։ Այնպես, ինչպես Քրիստոս իրեն հայտնեց։ Երբ որ այսպիսի կրոնների ներկայացուցիչներ ինձ ասում են, որ մենք էլ ենք հավատում Քրիստոսին, իր խոսքերից որոշները շատ լավն են, ասում եմ, իսկ ինչու որոշները, իսկ ինչպես է կընտրում։ Իսկ երբ որ ինքը ասում է ինձնից բացի ուրիշ մեկով փրկություն չկա, ինչու դա չեք հավատում։
Ինչպես կարող եք իր խոսքերը վերցնել, որտեղից գիտեք ընդհանրապես իր խոսքերը, ասում են Աստվածաշնչից։ Ինչու եք վերցնում մի մասը։ Հիմա այդ կրոնների ներկայացուցիչներին դնենք մի կողմ, գանք մեզ։ Տերը այսօր այս խոսքի միջոցով ուզում ասի, ես ոչ միայն ուզում եմ, այսպես որ դու ինձ հավատաս ու ասես ես քրիստոնյա եմ, այլ ուզում եմ քո մեջ ապրեմ։ Աստվածաշունչը ասում է, որ երբ որ մենք հավատում ենք Քրիստոսին, երբ որ մենք հավատում ենք իր խոսքերին, ընդհանրապես ես հավատալ բառը, մենք շատ բառեր ենք տարիների, դարերի ընթացքում իրենց սկզբնական իմաստը ձևափոխել ենք, օրինակ եկեղեցի բառը, եկեղեցի, որ գրված է Աստվածաշնչում, ի նկատի ունի մարդկանց։ Այսօր շատերը ասում են, մենք էլ ենք ասում, գնանք եկեղեցի, ի նկատի ունենալով շենքը, բայց իրական բառը Աստվածաշնչում գրած էր եկեղեցին հավաքվում է այսինչի տանը, օրինակ։ Հիմա կասի եկեղեցին հավաքվում է Շերամի 88 հասցեում։ Բայց բառը մեր մշակույթի մեջ իմաստը փոխել է, եւ հավատալ բառը փոխել է իր իմաստը, որովհետեւ հավատում ենք Հիսուսին, նշանակում է հավատում ենք, որ ինքը կա։ Եվ շատերը այսպես են հասկանում, իսկ հավատում ենք Հիսուսին նշանակել է հավատում ենք, որ իր ասածները ճշմարիտ են։ Սա է հավատալը։ Եթե մեկը ուզում է փրկվի, փրկության ուրիշ ճանապարհ չկա, պիտի Հիսուսին հավատա։ Միայն հավատքով է փրկությունը։ Հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Կամ ինչպես բնագրում է գրած Հռոմեացիս 10:17-ում լսելը Քրիստոսի խոսքից։ Իմ համար բացահայտում էր, երբ որ բնագրում կարդացի, բայց Քրիստոսն Աստված է, ոչ մի խնդիր չկա այդտեղ, բայց հստակ գրված է. հավատքը լսելուց է, լսելը Քրիստոսի խոսքից։ Ով որդուն հավատա, կյանք ունի, հավիտենական կյանք։ Ով որդուն չհնազանդվի, կյանք չունի։ Ինչու՞։ Որովհետև նրան չհնազանդվելը հավասար է նրան չհավատալուն։ Կողոսացիս առաջին գլխի մի փոքր վերևի հատվածից կարդամ 21-ից 23, որպեսզի հասկանան Կողոսացիների իրավիճակը ինչպիսին էր։ Եվ ձեզ էլ, որ մի ժամանակ օտարացած եք ու թշնամի եք մտքով չար գործերում, հիմա հաշտեցրեց իր հետ մսեղեն մարմնի մեջ իր մահի ձեռքով, որ ձեզ սուրբ եւ անբիծ եւ անհարատ կանգնեցնի իր առաջին։ Եթե հավատքի մեջ հիմնված եւ հաստատ մնաք, առանց շարժվելու այն ավետարանի հույսից, որ լսեցիք, որ երկնքի տակ լինող բոլոր արարածներին քարոզվեցավ, որին ես Պողոսս պաշտոնյա եղա։ Այլ կերպ ասած, հիշեցնում է, եկեք մենք ինքներս մեզ հիշեցնենք։ Ես հավատում եմ, որ այստեղ պատահական մարդիկ չկան եւ նաեւ համացանցով մեզ դիտողները, պատահական չի, որ այս խոսքերը լսում են։ Եվ Տերը ուզում է մենք ինքներս մեզ հիշեցնենք, մի ժամանակ մենք բոլորս օտարացած եւ թշնամի ենք։ Իհարկե կան մարդիկ, որ ասում են, ես ոչ մի մեղք չեմ գործել, բայց երբ որ մի փոքր ճանաչում են Աստծուն, հասկանում են, որ այդպիսի մարդ գոյություն չունի, որ կարողանա կանգնի ու ասի, ես անմեղ եմ, արդար եմ Աստծո առաջ։ Գոնե եթե չկանգնի, ասի ինքը իր մեջ գիտի, որ դա այդպես է։ Չկա այդպիսի մարդ։ Մի ժամանակ օտարացած եք ու թշնամի, բայց հիմա նա իր մարմնով, իր խաչի զոհով մեզ իր հետ հաշտեցրեց, որպիսի անարատ ու անբիծ կանգնացնի։ Սա եկեղեցու նկարագրությունն է, սիրելիներ։ Աստվածաշնչում կա, որ այս ամեն ինչ մենք անում ենք նրա համար, որ մենք աշխարհի այդ ճահիճից, խավարի այդ քաոսից տեղափոխվելով Քրիստոսի արքայության մեջ հավատքի շնորհիվ, Քրիստոսին հավատալու շնորհիվ, մենք աճենք հավատքի կյանքի մեջ, Եփեսացիս 4 գլուխն ասում, մենք աճենք, հասունանանք, ամրանանք,
հաղթենք հավատքի պատերազմը, որը մեղքի դեմ մղվող պատերազմն է։ Եվ անբիծ ու անարատ որպես եկեղեցի կարողանանք նրան դիմավորել, երբ որ նա կվերադառնա, կամ եթե մինչ դա մեր երկրային կյանքը ավարտվի, գնանք իր առաջ եւ ասենք. Տեր, քո ծառան ավարտեց իր երկրային կյանքը։ Եվ Տերն էլ ասի. Ես տեսել եմ քո կյանքը։ Ոչ ոք կատարյալ չի, բայց ես տեսել եմ քո հավատքը։ Ես տեսել եմ մեղքի դեմ մղվող քո պատերազմը։ Ես տեսել եմ ոնց է դու վերաբերվում իմ հանձնարարությանը։ Ես տեսել եմ, որ դու չէիր ապրում այս երկրում գանձեր դիզելու համար, քո փափագը երկնքում գանձեր դիզելն էր։ Ես տեսել եմ ոնց ես քեզանից կտրել ու այն մեկին բարիք արել, նրա բեռը թեթևացրել։ Ես տեսել եմ, որ դու իմ խոսքին հավատացել ես։ Ես տեսել եմ, որ անգամ երբ սխալ էիր գործում, գալիս էիր, իմ առաջ ծնկի էիր գալիս, ապաշխարում էիր քո սխալից, քո մեղքերը խոստովանում էիր եւ ինձանից զորություն էիր խնդրում, որ այլևս չկրկնես այդ մեղքերը։ Ես տեսել եմ, ապրես բարի եւ հավատարիմ ծառա։ Սիրելիներ, երբ որ վերնագրի մեջ կամ այս հատվածը Քրիստոս մեր մեջ, դա փառքի հույսը հենց սա է։ Եվ այստեղ ասում է, դուք անբիծ, սուրբ ու անարատ կկանգնեք նրա առաջ։ 23-րդ խոսքն ասում է, եթե հավատքի մեջ հիմնված ու հաստատ մնաք։ Մենք գիտենք, որ փրկությունը հավատքով է։ Իսկ եթե հավատքի մեջ, ինչպես էր գրած, հիմնված եւ հաստատ չմնաք, ինչ կլինի։ Գրված է Գրված է, որ կկտրվեք այն հույսից։ 23-րդ խոսքում տեսնեմ դուք որ թարգմանությունն եք կարդում, այո։ Հավատքի մեջ հիմնավոր ու հաստատուն մնաք առանց կտրվելու ավետարանի հույսից։ Հնարավոր է ավետարանի հույսից կտրվել։ Եթե հավատքը, Պողոս առաքյալն ասում էր, բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Այստեղ ասում է, դուք հաստատուն, դուք հիմնավոր մնացեք այն հավատքի մեջ, որ ընդունել եք, որպեսզի չկտրվեք այդ հույսից։ Սա էր Կողոսիայի եկեղեցու խնդիրը։ Կողոսացիս 2:8-ում կարդում ենք. Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ դատարկ իմաստության ու դատարկ խաբեությամբ գրավի։ Մյուս թարգմանության մեջ գրված է, ես այսպես երկու թարգմանություն իրար հետ եմ կարդում, որովհետև ավելի շատ է բացահայտում դա, ասում է ձեզ դատարկ փիլիսոփայություններով ու դատարկ խաբեբայություններով չգրավի, չհափշտակի, մարդկանց ավանդության պես, այս աշխարհի սկզբունքների պես եւ ոչ թե Քրիստոսի։ Քրիստոսի խոսքը այս աշխարհի սկզբունքների պես չի։ Քրիստոսի խոսքն է ճշմարտությունը։ Եվ մեր հավատքը պիտի հիմնված լինի այդ ճշմարտության վրա։ Իսկ եթե մենք հավատանք, այսօր ինտերնետը լցված է քարոզներով։ Ինչ ասես։ Չեմ ուզում օրինակներ բերել, այնքան վատ օրինակներ եմ տեսնում։ Եկեղեցիներում այնքան վատ օրինակներ եմ տեսնում։ Բայց հիմնականը, որ ուզում եմ ամփոփել այդ բոլոր մոլորությունները, հիմնական շեշտադրությունը երկնքի հույսը չի։ Հիմնական շեշտադրությունը երկրի վրա իրենց բարեկեցությունն է։ Էլ չգիտեմ ինչեր են վաճառում, որոնք եթե իրանցից գնես քեզ կօգնի, էլ սովորեցնում են հատուկ կախարդական աղոթքներ, որ այս բառերով աղոթես ամեն ինչ լավ կլինի։ Աշխարհի վայելքները, աշխարհի սկզբունքները, որտեղ է փառքի հույսը։ Ինչ փառքի հույսի մասին էր խոսում Պողոս առաքյալը։
Ես հավատում եմ, որ Տերը բժշկող Աստված է։ Ես հավատում եմ, որ Տերը օրհնող Աստված է։ Եվ այս երկրի վրա էլ դու կարող ես իրենից բժշկություն ու օրհնություն ստանալ։ Բայց որտեղ է փառքի հույսը։ Գիտեք, ավետարան բառը։ Ավետարան նշանակում է բարի լուր։ Ինչպես մենք ապաշխարեցինք։ Մի օր մեկը մեզ բարի լուրը խոսած, ինչպես ես դու ապաշխարել, ինչպես ես դու եկել եկեղեցի, ինչպես ես դու Քրիստոսին ընդունել քո կյանքի Տեր ու Փրկիչ, մի օր մեկը քեզ բարի լուրը հայտնել։ Ես ուզում եմ հարցնել քեզ, ինձ մի պատասխանի, բայց ինքդ քեզ պատասխանի, ինչ բարի լուրը հայտնել։ Օրինակ կա բարի լուր այսպես, արի եկեղեցի գործերդ կկարգավորվի, բարի լուր է թե բարի լուր չի, բարի լուր է։ Արի եկեղեցի, Աստված կօրհնի կհարստանաս, արի եկեղեցի պարտքերից կազատվես, բարի լուր է։ Մարդը պարտքերի տակ կքված է եւ ասում են արի եկեղեցի պարտքերից կազատվես։ Հիվանդ է, ասում են արի եկեղեցի կբժշկվես, Քրիստոսին ընդունի Տեր ու Փրկիչ, ընտանիքդ կկարգավորվի, բարի լուր է թե ոչ, բարի լուր է։ Բայց եկեք հասկանանք այն բարի լուրը, որ Աստվածաշունչն է ասում, ո՞րն է։ Այս ինչ ես ասեցի, սրանք հետևանքներ են։ Հետևանքներ են հետևյալի։ Քրիստոս քո մեղքերի փոխարեն վճարել է։ Մեղքը քեզ հավիտենական տանջանք է տանելու։ Իսկ երբ որ դու նրան հավատաս, իր վճարը գործում է քո կյանքում։ Բոլոր հավատացողների համար է։ Բարի լուրը սա է, նա մեր մեղքերը իր վրա է վերցրել եւ մեր փոխարեն վճարել է, որ մեզ խավարից փրկի, որ մեզ հավիտենական տանջանքից փրկի եւ նրան հավատացողը հավիտենական կյանք ունի։ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն ուղարկեց, որ ամեն նրան հավատացողը չկորսվի, այլ Սիրելիներ, բարի լուրը հավիտենական կյանքն է։ Ով Քրիստոսին ունի, նա կյանք ունի։ Ով Քրիստոսին չունի, նա կյանք չունի, Հովհաննես առաքյալն ասում։ Իր առաջին թղթի մեջ։ Բարի լուրը հավիտենական կյանքն է Քրիստոսի ներման միջոցով, որովհետև մեր մեղքերի պատիժը ինքն է վերցրել։ Եվ մեր հույսը, ասում եմ, Քրիստոս ձեր մեջ փառքի հույսը պիտի այնտեղ լինի։ Ձեր գանձերը երկնքում դիզեք։ Այստեղ մի դիզեք ձեր գանձերը։ Այստեղ անիրավ մամոնայից ձեզ ընկերներ շահեք, սա էր Տերը սովորեցնում։ Այստեղի ձեր ունեցվածքը օգտագործեք երկնքում բարիք դիզելու համար։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին խորհուրդ է տալիս, որ եկեղեցու հարուստներին սովորեցնի, որ բարեգործությունով երկնքում գանձեր դիզեն։ Եվ մի շատ խիստ խոսք կա Աստվածաշնչում գրված, շատ անգամ եմ Ռուբիկ եղբորից լսել դա։ Եթե մենք միայն այս կյանքի համար ենք Տիրոջը հուսացած, բոլոր մարդկանցից ողորմելի ենք։ Սա Ռուբիկ եղբոր խոսքերը չի, սա Աստվածաշնչի խոսքերն է։ Գիտեք, սխալ հավատքը Կողոսյանում խնդիր էր, մարդիկ լսում էին ինչ ասես, ինչ ուսուցում ասես լսում էին։ Եվ այնտեղ կա թվարկումը, հիմա այս ժամանակ չունեմ ընթերցելու այդ բոլորը, կա թվարկումը, թե ինչեր էին լսում, ինչ վարդապետություններ կային, մարդիկ կային, որ այսպես ազատություն էին քարոզում, ինչպես մեր ժամանակներում, ինչ էլ անես, Տերը քեզ սիրում է, Տերը քեզ կների, Տերը քեզ կփրկի, կարևոր իրան երկրպագես, կարևոր չի, որ քո կյանքում մեղքեր կան, մի էլ կենտրոնացի մեղքերի վրա, կենտրոնացի Տիրոջ վրա, ինքը ներող է։ Չգիտես ինչու Աստվածաշունչը ասում է արյուն թափելու չափ պատերազմիր մեղքի դեմ։ Եվ շնորհքը մեղքերի ծածկոց չի, շնորհքը գրված է շատ մեղքերից դեպի արդարություն է տանում։ Հռոմեացիս
6:14-ում գրված է մեղքը երբեք ձեր վրա չի իշխի։ Երբեք ես ավելացրի։ Գրված է մեղքը ձեր վրա չի իշխի, քանի որ օրենքի տակ չեք, այլ շնորհքի տակ լինողները կյանքի հոգու օրենքը ընդունածներն են, որ իրենց ազատել է մեղքի ու մահի օրենքից։ Դա չի նշանակում, որ մեղք չկա քո կյանքում։ Հովհաննես առաքյալն ասում է, եթե մեկը ասի, որ մեղք չի գործում, ինքն էլ ստախոս, Աստծուն էլ ստախոս անում։ Բայց այստեղ կա մեկ, ով հավատում է Քրիստոսին եւ ինքը չի հանդուրժում իր կյանքում մեղքի գոյությունը։ Ինքը պայքարում է, ինքը աճում է, ինքը Քրիստոսին նմանվում է քայլ առ քայլ իր հավատքի ընթացքի մեջ։ Կային ոմանք, որ այսպիսի ազատություն էին քարոզում, կային ոմանք, որ քարոզում էին կրոնավորություն։ Գործերը, ես այսքան բան եմ անում Տիրոջ համար, կարող է ես չփրկվեմ։ Այսքան մարդային միջոցով ապաշխարել, բայց ես չփրկվեմ, ով փրկվի։ Գործերով փրկություն, գոյություն չունի։ Ես ամենաշատ բարեգործությունն եմ անում։ Ամեն հիվանդի կողքը նստած եմ։ Շատ լավ ես անում, եթե դա հավատքի գործ է, իսկ եթե քո հույսը դրա վրա է, գիտեք մարդիկ ինչ են անում։ Տարիներ առաջ էր, լավ չասեմ, իհարկե հավատացյալ չի այդ մարդը, բայց մեկ էլ տեսար լսեց այս պատգամը նեղացավ։ Մի մեծ ու հայտնի, այսպես արձագանք ունեցող մեղք գործեց եւ դրանից հետո ինքը անընդհատ մեծ գումարներ էր ներդնում, օգնում էր, այսպես ոնց որ իր խղճի վրա ծանրացել էր երևի դա, մեծ գումարներ էր ներդնում ու փորձում էր փոխհատուցել իր բարեգործությամբ իր գործած մեղքը։ Եթե իմ կյանքում կա մեղք, մեղքի հարցը լուծվում է միայն մեկ միջոց կա մեղքի հարցը լուծելու։ Դա ապաշխարությունն է։ Չկա փոխհատուցում, Աստված ջան, դե գիտես, ես էսի սենց եմ, բայց սրա փոխարեն քո համար այսքան բան կանեմ։ Առևտուր չի անցնում Աստծու մոտ։ Աստված ասում է, ես պատրաստ եմ քո ամենամեծ մեղքն էլ ներելու։ Բայց ես ուզում եմ, որ դու ապաշխարես։ Ապաշխարել չի նշանակում սխալ եմ արել կներես, ապաշխարել նշանակում է սխալ եմ արել կներես, ինձ զորություն տուր այլևս չանելու։ Ապաշխարել նշանակում է զղջալ եւ որոշում կայացնել հեռանալու։ Հիշում եք Տեր Հիսուսը Զաքեոսին ասեց. իրապես այս տանը այսօր փրկություն եղավ։ Ինչու՞։ Որտեղ Զաքեոսը ասեց. ինչ արել եմ, էլ չեմ անելու։ Հələ մի բան էլ փոխհատուցելու եմ քառապատիկ, ում զրկել եմ։ Այս տանը այսօր փրկություն եղավ։ Երանի այսօր քո տանը փրկություն լինի։ Երանի այսօր քո ընտանիքի անդամը փրկվի, որովհետև կորոշի ու կհասկանա, որ Քրիստոս մեր մեջ սա ամենամեծ հրաշքն է, որ կարող է տեղի ունենալ մարդու կյանքում։ Մենք հրաշքներ ենք ուզում, չէ՞։ Շատերը եկեղեցի են գալիս հրաշքի համար։ Եվ Աստված հրաշագործ Աստված է։ Եվ շատերի աղոթքին պատասխանում է, գիտեք ինչ, եթե հիմա սկսեմ վկայել, ժամանակս չի երիքի, ինչքան հրաշքներ արել իմ կյանքում։ Եվ երբեմն այնպես է այդ հրաշքները արել, ովքեր քո հրաշքն ամեն օր իմ ուղերձները առավոտյան լսում են, այսօրվա ուղերձի մեջ հենց այդ հրաշքի մասին եմ խոսում, որ Աստված մեկ-մեկ հրաշք ուղարկում է, տակն էլ ստորագրում է։ Աստված մեկ-մեկ դե աղոթքի պատասխան աղոթում ես, ստանում ես, մեկ էլ միտք է գալիս, այդպես մեկի համար աղոթել ենք, գերբնական կերպով երեխան բժշկվեց ու հետո հանդիպեցինք մի քանի ժամանակ հետո ասեցի ինչ կա, բա հավատքը, բան, սենց կպած էիր դու աղոթում ենք միասին, ասում եմ դե հա պատահականություններ լինում են։ Որ արդեն բժշկվել է, արդեն դա դարավ պատահականություն։ Մեկ-մեկ Աստված իմ կյանքում այնպիսի հրաշքներ արել, տակն էլ ստորագրել է։ Գիտեք ոնց է ստորագրել։ Որ ոչ մի կասկած չլինի, որ դա ինքն է։ Ձեր կյանքում այդպես պատասխան եղել է աղոթքի։ Աստված հրաշագործ Աստված է։ Աստված աղոթքին պատասխանող Աստված է։
Եվ եթե դու այսօր կարիքով ես եկել, ուզում եմ քաջալերել քեզ։ Տերը սովորացնում էր, թակիր այնքան մինչև կբացվի։ Եվ սա աղոթքի մասին էր ասում։ Երբեք չհուսահատվես, բայց ամենամեծ հրաշքը այս երկրային կյանքի հետ կապ չունի։ Այս երկրային օրհնությունների հետ կապ չունի։ Անգամ բժշկության հետ կապ չունի։ Ամենամեծ հրաշքը նա է, որ տիեզերքի արարիչը։ Իմ առաջին կետում գրել եմ ով է Քրիստոս։ Գիտեք, նույն Կողոսացիների առաջին գլխում 15-րդ խոսքում Պողոս առաքյալը մինչև որ կասեր, որ սա ամենամեծ հրաշքն է, որ Քրիստոս մեր մեջ է, ասում է ով է Քրիստոս, եւ ես ուզում եմ կարդալ 15-րդ խոսքից։ Նա աներևույթ Աստծու պատկերն է։ Ոչ ոք Աստծուն չի տեսել, Աստված աներևույթ է, ինքը անձ է, իրական է, բայց Քրիստոս իր պատկերն է, որ եկավ եւ մենք տեսանք, ոչ թե իր մարդկային կերպարը, այլ ինքը, որ եկավ ու հայտնեց ինչպիսին է Աստված։ Եվ Քրիստոսին տեսնելով, հիշում եք Փիլիպոսին ինչ ասեց, ինչպես ես ասում, հորը ցույց տուր։ Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, ինձ տեսար, հորը տեսար։ Նա աներևույթ Աստծու պատկերն է։ Գրված է բոլոր արարածներից առաջ ծնված, ոչ թե ստեղծված։ Նա Աստծու միածին որդին է։ Իրանից բխած, որովհետև նրանով ստեղծվեց ամեն բան, ինչ որ երկնքում է եւ երկրի վրա, այնինչ երևում է եւ չի երևում, թե գահերը, թե տերությունները, թե պետությունները, թե իշխանությունները, ամեն ինչ նրա միջոցով եւ նրա համար ստեղծվեց։ Նա է ամեն ինչից առաջ եւ ամեն ինչ նրանով է իր տեղում։ Այս տիեզերքի օրենքները, չգիտեմ ովքեր որ տեղյակ են ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, ճշգրիտ գիտությունների օրենքներից, այս, չգիտեմ, ձգողականություն, տարբեր ուժերի փոխգործակցություն, ամեն ինչ նրանով է իր տեղում։ Նա ամեն ինչից առաջ է։ Ամեն ինչ նրանով եւ նրա համար ստեղծվեց։ Եվ նա է մարմնի, այսինքն եկեղեցու գլուխը, նա է սկիզբը, մեռելներից անդրանիկը, որպեսզի ամեն բանում նա լինի առաջինը, որովհետև հաճելի եղավ Աստծուն, որ գիտեք, Աստծուն հաճելի եղավ, որ իր ամբողջ լիությունը, մի հատ լսենք այս խոսքերը, Աստծու ամբողջ լիությունը նրա մեջ բնակվի։ Ահա թե ով է նա։ Եվ նա ասում է. Ես էլ Աստծու ամբողջ լիությունը իմ մեջ է բնակվում։ Ես աներևույթ Աստծու պատկերն եմ։ Աներևույթ Աստծու երևացող կերպն եմ, ձեզ ընկալելի։ Եվ ես ուզում եմ քո մեջ բնակվեմ։ Ես չգիտեմ ինձ հաջողվում է փոխանցել են ինչ որ զգացել եմ թե չէ, բայց սրանից մեծ հրաշք ես չեմ կարող պատկերացնել։ Եվ նրանով ամեն բան հաշտեցնի, իր հետ խաղաղություն հաստատելով խաչի վրա նրա արյամբ թե երկրի վրա և թե երկնքում։ Որովհետև ում մեջ անա բնակվում։ Գիտեք, այսպիսի բան կա, որ մարդիկ սովորեցնում են, հիմա դու հռչակի, որ Աստված քո մեջ է բնակվում, և Աստված քո մեջ կբնակվի։ Այդպես չի բնակվում, կա պայման, հաշտություն։ Աստված բնակվում է, հստակ գրված է, դուք Սուրբ Հոգու տաճարն եք, բայց ով։ Նրանք, ովքեր Քրիստոսի արյամբ, Քրիստոսի խաչի զոհի շնորհիվ հաշտվել են Աստծու հետ։ Դու հաշտվել ես Աստծու հետ։ Գիտեք, եթե մենք խոսում ենք հաշտության մասին, մենք պիտի խոսենք անհաշտ վիճակի մասին, կամ պատերազմական վիճակի մասին։ Օրինակ գրված է, աշխարհի սերը թշնամություն է Աստծու դեմ։ Այն մարդը լինի եկեղեցի եկող, լինի աշխարհի, որ աշխարհը սիրում է այնքան,
որ ասում է Աստված ջան, գիտեմ սխալ եմ անում, բայց կներես ինձ, էսի այնքան եմ սիրում, որ չեմ կարա չանեմ։ Դու էլ բարի Աստված ես, խնդրում եմ հարմարվիր քո զավակի հետ, քո զավակը քեզ շատ է սիրում։ Քո համար ինչ ասես կանեմ, բայց մատը չդնես իմ սիրելի մեղքերի վրա։ Շատ անես կնեղանամ, եկեղեցի չեմ գնա։ Ես սիրում եմ այս մեղքը, կներես։ Ես գիտեմ, որ դու բարի ես։ Այսպիսի մարդը իրեն դնում է Աստծու դեմ գործող բանակի մեջ։ Գիտեք, որ մարդիկ կան Աստծու դեմ են գործում։ Գիտեք, որ մեր կյանքը քարոզություն է։ Տեր Հիսուսը ասում էր եկեղեցում լինող գայթակղությունների մասին։ Ասում էր ես ընկնում եմ, չէ, այն որ կորած ոչխարի մասին է խոսում Մատթեոս 18-րդ գլխում, ասում է գնում եմ այստեղ, այնտեղ, փնտրում եմ, գտնում եմ իմ կորած գառանը, բերում եմ եկեղեցի, մեկ էլ մի, չգիտեմ, մեկը եկեղեցում, որ պիտի ինքը օրինակ լինի, հանկարծ այնպիսի կյանքով է ապրում, որ այս մարդը, որ հավատքի մեջ դեռ ամուր չի, որ ասի դե լավ, այս մարդը ընկավ, իրան չնայեմ, ես Տիրոջը նայեմ։ Ինքը ամուր չի, ասում է այս փոքրերից մեկին, եթե գայթակղեցնեք, վայ ձեզ, ավելի լավ էր ծնված չլինեիք, ավելի լավ է էշի երկանակար վզից կախվի, գցվի, անդունդը, ջուրը, քան այսպիսի մարդը ծնված լինի, որովհետև ես իմ կյանքը դրել եմ մեկին փրկելու համար, իսկ դու քո կյանքով քարոզում ես, որ սուտ է այդ ամեն ինչը։ Գիտեք եկեղեցում, որ մարդիկ հիասթափվում են, ինչ են ասում։ Հիասթափվում են մենակ հավատքի մեջ տկար լինողները։ Բայց ինչ են ասում։ Ասում են սուտ է։ Որ ճիշտ լիներ, այս մարդը 18 տարի է գալիս էր եկեղեցի։ Էլ չեն ասում։ Նայենք Տիրոջը, Տերը զգուշացրել է, որ լինելու է։ Անհնարին է, որ գայթակղություններ չլինեն։ Եվ որ մարդը աշխարհն է սիրում, ինքը գայթակղություն է։ Եկեղեցու մարդ։ Աշխարհում լինողները գրված է, որ սատանան կուրացրել է իրանք չգիտեն, բայց եկեղեցում լինողները լուսավորված են, գիտեն։ Եվ աշխարհը սիրելը, Հակոբոս առաքյալն ասում է, քեզ դարձնում է Աստծու թշնամի։ Ես պիտի խոստովանեմ, որ ես իր թշնամին եմ եղել։ Ես մի քիչ էլ կրթված լինելով, շատ կարդացած լինելով, շատ հավատացյալների իմ բարեկամներից շատ նեղություն եմ տվել։ Եվ ես սիրում էի մեղքը։ Եվ ես չգիտեմ, հիմա եմ հասկանում, որ ժամանակին, երբ որ ես այդ մարդկանց այսպես փակուղի էի մտցնում, որ իրենք իմ հարցերին չէին կարում պատասխանեն, հետո ասում էի, որ սխալ է հավատացյալ լինելը, սխալ է Աստված չի պահանջում մեզանից, որ գնանք հավաքվենք, չգիտեմ, տուն ունես, Աստվածաշունչ ունես, կարդա, հավատա քո համար, այդքան մի խորացի, այդ ես եմ ասել։ Եվ ես խոստովանում եմ ձեզ։ Եվ այնպես գրագետ է այդ ամեն ինչը ներկայացնում, այս խեղճ հավատացյալները չգիտեին ինչ պատասխանեն։ Բայց հիշում եմ այդպիսի հավատացյալներից մեկին, որ նայեց ինձ ու ասաց հենց այս խոսքերը, ասեց դու լավ խոսում ես, բայց դու չգիտես, դու չես ճանաչում Քրիստոսին, դու չգիտես ինչ հրաշք է, որ ինքը քո մեջ է ապրում։ Մենք ավետարանչության մասին դասընթաց ունեցանք, ես մի բան եմ ուզում ասել, տենց էլ չասեցի, հիմա այստեղ ասեմ։ Լսեք լավագույն ավետարանչությունը, այ իմ նման կարծր մարդուն, այդ մի հայացքը, ոչ գիտելիք, ոչ խոսքեր, ոչ բան, կարեկցանք կար այդ հայացքի մեջ, մետրոյի առաջ կանգնած, մի տղա ու մի աղջիկ էին, երգում էին ու Աստծո խոսք էին խոսում։ Ես միշտ ասում եմ, սա Երանի մի օր գան ասեն, չունեմ, կարող է շատ մարդիկ գան ասեն, Զորավար Անդրանիկ մետրոյի դիմաց կանգնած, այս աղջիկը խոսած ու այսպես կարեկցանքով նայեց ինձ, ասեց, ինչ ափսոս է, էլի, ոչ թե ինքը բառերն էր ասում, ինչ ափսոս է, իր հայացքն էր ասում, ինչ ափսոս, Աստված քեզ սիրում է ու դու իրան չես ճանաչում։
Եվ եկավ մի օր, որ ես ծնկի եկա իր առաջ, երևի այդ դեպքից, երևի մի 8 տարի հետո։ Բայց մինչև հիմա ես հիշում եմ, ես ծնկի եկա ու ասեցի, ինչ ապրել եմ մինչև հիմա, սխալ եմ ապրել։ Դու ինձ սովորացրա քո խոսքի մեջ ճիշտ ապրելը։ Ես հավատում եմ, որ դու իմ մեղքերի համար վճարել ես։ Դու իմ պատիժը կրել ես։ Ես հավատում եմ քեզ, դրանից առաջ ինձ ասել է մենակ մի բան եմ խնդրում, դու ինքդ ինձ ապացուցի, Աստված ինձ ապացուցեց։ Եվ ես ծնկի եկա ու ասեցի, ես հավատում եմ քեզ։ Եվ էլ չեմ ապրելու այն նախկինի նման։ Եվ ես չեմ կարող ասեմ, որ այդ խոսքերից հետո ես մի անգամից փոխվեցի, բայց ես փոխվում եմ այսօր էլ։ Եվ վաղն էլ փոխվելու եմ։ Եվ փոխվելու եմ մինչև այն օրը, երբ որ կանգնեմ իր առաջ։ Ես չեմ կարող ասեմ, թե հասել եմ, բայց ես ընթացքի մեջ եմ։ Եվ այդ ընթացքը հենց որոշումս եղավ, իմ սրտում մի խաղաղություն եկավ։ Ես հավատում եմ, որ դա իր ներկայության խաղաղությունն էր։ Եվ ես ասում եմ, որպեսզի դու էլ քաջալերվես։ Քրիստոս գալիս է ու բնակվում է։ Գիտեք, եկեք կարդամ այս խոսքերը, եկեք կարդամ, որ միայն չլինի, որ իմ փորձառությունն է դա, սա Տեր Հիսուսի խոստումն է, Հովհաննեսի ավետարան 14-րդ գլուխ 19-ից 24 ընթերցենք։ Մի փոքր ժամանակ ևս եւ այս աշխարհն այլևս ինձ չի տեսնի։ Գիտեք, մենք հիմա իրան չենք տեսնում։ Բայց դուք իր աշակերտներին ասում, ինձ կտեսնեք, որովհետև ես կենթանի եմ եւ դուք նույնպես կենթանի եք լինելու։ Այն օրը դուք կիմանաք, որ ես հոր մեջ եմ եւ դուք իմ մեջ եւ ես ձեր մեջ։ Մի հատ փորձենք հասկանալ։ Ես հոր մեջ եմ, դուք իմ մեջ եւ ես ձեր մեջ։ Ով ունի իմ պատվիրանները եւ պահում է դրանք, նա է ինձ սիրում։ Ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ հորից։ Եվ ես էլ պիտի սիրեմ նրան, եւ ինձ պիտի հայտնեմ նրան։ Հուդան, ոչ Իսկարիովտացին, նրան ասաց. Տեր, ինչ պատահեց, որ քեզ պիտի հայտնես մեզ եւ աշխարհին ոչ։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրան. Եթե մեկը ինձ սիրում է, իմ խոսքը կպահի, եւ իմ հայրը կսիրի նրան, եւ նրա մոտ կգանք եւ բնակություն կհաստատենք նրա մոտ։ Եթե մեկը իմ խոսքը պահի, ես եւ հայրը կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ։ Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում։ Եվ այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ հորը, որ ինձ ուղարկեց։ Եվ հիմա հասկանում ենք փրկությունը Քրիստոսի խոսքերի հանդեպ մեր վերաբերմունքից է։ Հավատքի վերաբերմունք փրկված ենք։ Անհավատության վերաբերմունք չունենք փրկություն, որտեղ փրկությունը միայն հավատքով է։ Ով ինձ չի սիրում եւ իմ խոսքերը չի պահում, այն խոսքը, որ լսում եք, իմը չէ, այլ հորը, որ ինձ ուղարկեց։ Ով ինձ չի սիրում, մի քիչ սխալ շեշտադրությունով կարդացի, ճիշտ եմ։ Ով ինձ չի սիրում, իմ խոսքերը չի պահում։ Եվ այդ խոսքը իմը չի, իմ հորինն է։ Սիրում ենք Հիսուսին։ Ինչով է դա երևում։ Սիրելիներ, դա երևում է մեր վերաբերմունքից իր պատվիրանների հանդեպ։ Իհարկե, եթե կարդանք, հույս ունեմ, որ կգնաք այսքանը ձեզ կհետաքրքրի եւ կկարդաք Կողոսացիս թուղթը եւ այնտեղ ասում է, դե եթե ուզում եք իմանաք ինչ է նշանակում հավատքի մեջ ամրացած, թող կարդամ։ Մի քանի բան, ուղղակի շատ գեղեցիկ է։ Ասում եմ, եթե ուզում եք իմանաք ինչ է նշանակում հավատքի մեջ ամրացած, 3-րդ գլուխն ասա, լավ, առաջին խոսքից կարդամ։ Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրեք այն, ինչ վերևում է։ Հավատքի մեջ ամրացած նշանակում է փնտրում ենք այն, ինչ որ վերևում է։ Որտեղ Քրիստոսն է Աստծո աջ կողմը նստած, վերևում եղած բաների մասին մտածեք, ոչ թե այն, ինչ երկրի վրա է։
Տերը ինքն էր սովորեցնում լեռան քարոզի մեջ, ասում էր դուք մի անհանգստացեք այս աշխարհի հոգսերի համար։ Դուք նախ Աստծու արքայությունը եւ նրա արդարությունը փնտրեք, մնացած բաները ձեզ կտրվի, Հայրը գիտի ձեր հոգսերը։ Դուք անհանգստացեք երկնայինի համար։ Երկրորդ խոսքն ասում է վերևում եղած բաների մասին մտածեք, ոչ թե այն ինչ որ երկրի վրա է, որովհետեւ դուք մեռաք։ Այն պահին, երբ ես ծնկի եկա ու ասեցի Տեր, ես սխալ կյանքով եմ ապրել։ Ես քեզ թշնամի եմ եղել։ Ես միշտ ասել եմ հավատացել եմ քեզ, ասել եմ թե հավատացել եմ քեզ, բայց իրականում ես չեմ հավատացել քեզ։ Ես հավատացել եմ իմ պատկերացումների Քրիստոսին։ Հիմա ես հավատում եմ Աստվածաշնչի Քրիստոսին։ Այդ պահին հին Արմանը մեռավ։ Որովհետև դուք մեռաք եւ ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։ Բայց երբ Քրիստոսը մեր կյանքը հուզիչ այն համար էս խոսքերը, երբ Քրիստոսը մեր կյանքը հայտնվի, այն ժամանակ դուք էլ նրա հետ փառքով կհայտնվեք։ Հավատում ենք այս խոսքերին, որտեղ է մեր հույսը, այստեղ մի քիչ լավ, մի քիչ վատ ապրելու վրա է մեր հույսը, այստեղ մի քիչ հայտնի, մի քիչ անհայտ լինելու, մարդկանցից փառքի արժանանալու վրա է մեր հույսը, ինչի վրա է մեր հույսը, արդյոք մենք սպասում ենք նրա վերադարձին, արդյոք մեր հույսը նա է, որ թեկուզ այստեղ դժվարություններով անցնենք, դիմանանք ու համբերենք մինչև վերջ մեր հավատքը պահենք, գրված է համբերություն է ձեզ պետք, որ Աստծու կամքը կատարելով փառքի պսակը ստանաք։ Մենք հավատում ենք նրան, մենք սպասում ենք նրան, 5-րդ խոսքն ասում է, ուրեմն սպանեք այն, ինչ այս երկրայինն է ձեր կյանքում։ Եվ հետո թվարկում է, պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չարցանկությունը, ագահությունը, որ կռապաշտություն է, որոնց պատճառով Աստծու բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա։ Հետո խորհուրդները մի ստեք, հին մարդուն հանեք, նորը հագեք, հետո ասում է հագեք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն։ Եթե հավատքի մեջ եք, եթե սպասում եք նրան, միմյանց հանդուրժելով, միմյանց ներելով, կարող է եկեղեցում, կարող է քո ընտանիքում, կարող է հարևանների մեջ ինչ որ մեկը իրան այնպես չի պահում, անգամ հավատացյալ մեկը իրան այնպես չի պահում, ինչպես պիտի պահի, միմյանց ներեք, միմյանց հանդուրժեք, տրտունջ մի ունեցեք իրար դեմ, Տեր Հիսուսի աղոթքը հիշեք, ես եմ ասում, այստեղ գրած չի, որ ասում էր հայրներիր, որովհետև չեն հասկանում ինչ են անում, մեր հանդեպ շատերը բաներ են անում, չեն հասկանում, եւ մենք պիտի աղոթենք, որ Աստված ների իրենց, ոչ թե երկու հավատացյալ իրար հետ վիճում են, ասում է դե, եթե ես եմ սխալ, թող Աստծու դատաստանը գա իմ վրա, բայց եթե դու ես սխալ, թող Աստծու դատաստանը գա քո վրա։ Այստեղ Քրիստոսի հոգին չի։ Բայց սա մեր իրականությունն է։ Բայց եթե սպասում ենք նրան, այս ամենի վրա գրված է սերը հագեք, որ կատարելության կապն է, եւ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում։ Եվ հետո շարունակությունը։ Այո, հավատքի մարդու սրտում Քրիստոսի խաղաղությունն է իշխում։ Ես հավատում եմ, որ վերջին օրերի ամենամեծ դիֆիցիտը, գիտեք դիֆիցիտ ինչ է, որ մի բանը, խորհրդային տարիներին ապրածները գիտեն ինչ է դիֆիցիտը։ Ամենամեծ դիֆիցիտը վերջին ժամանակներում լինելու է Քրիստոսի խաղաղությունը։ Բայց հավատքի մարդիկ առատությամբ ունենալու են դա։ Եվ ոչ միայն ունենալու են, ոչ միայն խմելու են այդ կենդանի ջրի աղբյուրից, այլ իրենց որովայնից կենդանի ջրերի գետեր են դուրս գալու բոլոր նրանց համար, ովքեր խաղաղության կարիք ունեն, ովքեր վախերի ու տագնապների մեջ են,
որովհետև սաստ կանալու են վախերն ու տագնապները, նրանց համար, ում մեջ Քրիստոսը չի բնակվում։ Եվ այսօր էլ շատ հավատացյալներ կան, որոնք սխալ մտքեր են ընդունում։ Վատա լինելու, ինչն է վատ լինելու։ Տեր Հիսուսն ասել է, այս խոսքերը սա մենակ հավատացյալները կհասկանան, անհավատները կասեն, այս մարդը խելքը գցել է։ Ասում է, անգամ եթե ձեզ սպանեն, ձեր գլխից մի մաս չի պակասի։ Ես եմ տիրում ձեր կյանքում։ Սա միայն հավատացյալները կհասկանան։ Որտեղ է մեր հույսը։ Ինչն է փառքի հույսը։ Ում մեջ է Քրիստոս բնակվում։ Բնակվում է իր հետ հաշտվածների։ Աշխարհի սերը մերժողների եւ Քրիստոսին կենթանի հավատքով պաշտողների մեջ է բնակվում։ Եվ սա մեծագույն հույսն է, սիրելիներ, որովհետև դա մեր կնիքն է, Սուրբ Հոգով կնքվեցիք փրկության օրվա համար։ Երբ ավետարանը բարի լուրը լսեցիք եւ հավատացիք, դուք կնքվեցիք։ Փառքի հույսը։ Հույսը չի ամաչեցնում։ Հույսը ուժ է տալիս։ Ես գիտեմ, որ դժվարություններ կան այս կյանքում։ Մեկինը շատ, մեկինը քիչ, ամեն մեկին իրանը ամենաշատը, բայց հույսը ուժ է տալիս։ Հույսը մեր խարիսխն է։ Եվ մենք ունենք այդ հույսը։ Եվ մենք հույսով սպասում ենք նրա վերադարձին։ Եվ այն ինչ որ Պողոս առաքյալը տեսավ եւ ասեց անպատմելի բաներ եմ տեսել։ Մենք Քրիստոսին հավատացողներս մեր հույսը այս խոսքի հիման վրա, իր մեր մեջ բնակվելու վկայության հիման վրա, մենք գիտենք, որ մի օր մենք ենք դա տեսնելու։ Որովհետեւ այն ինչ աչք չի տեսել, ականջ չի լսել, մարդու միտք չի ընկել, նա է Տերը պատրաստել իրեն սիրողների համար։ Հույսը խարիսխ է։ Հույսը մեզ մղում է դեպի նպատակը։ Եվ հույսը, Պողոս առաքյալը ասում է, փառքի հույսը։ Մի անպատմելի, աննկարագրելի, ուզում եմ այդ բառը գտնեմ, փառավոր ճոխության մի գաղտնիք է, որ Պողոս առաքյալն ասում է, որ այլևս գաղտնիք չի, այլ Աստված կամեցավ սա հայտնել։ Եվ ես շատ մեծ հույս ունեմ, որ այսօր այս պատգամից ոչ միայն տպավորություններ կլինեն, ասեմ, ինչ լավ ոգևորված քարոզում էր, իսկականից ոգևորված եմ այսօր քարոզել, ինձ լսողները գիտեն, որ ես շատ հանդարտ քարոզող եմ, բայց այսօր ոգևորված եմ, որովհետև իմ մեջ մի բան եռում է։ Ես շատ հույս ունեմ, որ ոչ միայն կասեք, ինչ ոգևորված քարոզում էր, ինչ ջերմեռանդ քարոզում էր, այլ դա որոշում կծնի քո կյանքում։ Որ եթե կա խնդիր, որ դու գիտես Աստծուն հաճելի չի, հիշես, որ նա քեզ սիրում է, և նա քո մեղքերը խաչափայտի վրա բարձրացրել, առաջին Պետրոս 2:24 նա ասում, որպեսզի դու մեղքերից հեռանալով արդարության համար ապրես։ Ես շատ հույս ունեմ, որ որոշում կլինի, չապրել այս երկրի վրա գանձեր դիզելու համար, այլ ապրել երկնքում գանձեր դիզելու համար, չապրել մարդկանցից փառքի արժանանալու համար, այլ որոնել այն միակ փառքը, որ Աստված է տալիս, եւ այդ փառքը իր գովասանքն է։ Այդ փառքը իր բարեհաճությունն է, ինչպես որ Տեր Հիսուսի համար ասեց, սա իմ սիրելի որդին, որ ունի իմ ողջ բարեհաճությունը։ Ես ուզում եմ մեզանից յուրաքանչյուրի համար Տերը ասի, ինչպես շատ գեղեցիկ մի նկարագրություն կա Եզեկիելի մարգարեության մեջ, որ Տերը խոսում է Նոյի, Հոբի եւ Դանիելի մասին։ Եվ որպես մարդկային արդարության, ոչ թե մարդկային արդարության, այլ մարդու Աստծու առաջ ունեցած արդարության չափանիշ այս 3 անուններն է բերում։ Ասում անգամ եթե իրենք կանգնեն բարեխոսեն, անգամ եթե այս 3-ը
այնպիսի պատիժ էր գալու, որ միայն իրենց կփրկեն, բայց չափանիշը Նոյը, Հոբը եւ Դանիելը։ Ես կուզեմ քո անունը մի մտածի, որ այսպես, չգիտեմ, անհավանական բան եմ ասում, ոչ, ես կուզեմ, որ Տերը իմ եւ քո անունը իր շուրթերին տալով, ասի ես տեսնում եմ իմ զավակը իմ խոսքի հանդեպ ակնածանք ունի, ես տեսնում եմ իմ զավակը պայքար ունի, իմ զավակը ցավ ունի իր սրտում մյուսների փրկության համար, իմ զավակը, ինչպես եղբայրս էր ասում, իմ գործի, իմ եկեղեցու հանդեպ հոգատարություն ունի, սա իր եկեղեցին է եւ իմ հանձնարարությունը իր հանձնարարությունն է եւ կորածին որոնելու ապրեսնելու իմ առաքելությունը դարձրել է իր առաքելությունը եւ այն որ ես ասել եմ սուրբ եւ անբիծ ու անարատ պիտի կանգնեք իմ առաջ ինքը իր կյանքը նվիրել է իմ խոսքով իմ արյունով մաքրվելուն եւ իմ առաջ սուրբ ու անարատ կանգնելուն ոչինչ որ հիմա չի ստացվում բայց ինքը ջանք անում եւ իմ աչքին ինքը արդեն սուրբ ու անարատ է ես հավատում եմ որ Տերը էստեղ է եւ առաջարկում եմ կանգնենք ու աղոթենք Տիրոջը